Սիրելի հեռուստադիտողներ, Գոյամարտ հեռուստասերիալում իրադարձությունները զարգանում են խելահեղ արագությամբ, որտեղ անգամ ամենաանկեղծ զգացմունքները բախվում են անարդարությանն ու թյուռիմացություններին։ Ինչպես տեսանք, Մանանը վերջնականապես և կտրականապես մերժում է Գրիշոյին, սակայն Գրիշոն չի պատրաստվում այդքան հեշտությամբ հանձնվել։ Նա դիմում է ծայրահեղ և անընդունելի քայլի։ Ստիպողաբար նստեցնում է աղջկան իր մեքենան և տանում ուղիղ հիվանդանոց Դավիթի մոտ։ Բայց ճակատագիրը նոր հարված է հասցնում։ Լեոն պատուհանից նկատում է նրանց միասին։ Խանդից ու զայրույթից կուրացած Լեոն տանից դուրս է անում Մանանին։ Խեղճ աղջիկը հայտնվում է ահավոր, ճնշող հոգեվիճակում։ Նա արցունքն աչքերին փորձում է բացատրել եղբորը, որ իր և Գրիշոյի միջև ամեն ինչ վաղուց ավարտված է, բայց Լեոն հրաժարվում է հավատալ նրան։ Մանանն անկոտրում մնում է իր դիրքորոշմանը, իսկ Գրիշոն որոշում է փոխել իր մարտավարությունը։ Նա սկսում է լուրջ, ռոմանտիկ և հետևողական պայքար Մանանի սիրտն ու ներումը նվաճելու համար։ Գրիշոն անակնկալներ և հանդիպումներ է կազմակերպում, սակայն նրա ամենագլխավոր և որոշիչ քայլը դեռ առջևում է։ Որպեսզի վերջնականապես ապացուցի իր փոփոխությունը, Գրիշոն որոշում է նորմալ վերաբերվել Լեոյին ու Դավիթին և հաշտության եզրեր գտնել նրանց հետ։ Սակայն Գրիշոյի այս նոր, խաղաղության և ռոմանտիկ պայքարի ճանապարհը խափանվում է ամենադաժան կերպով։ Հերթական հանդիպման ժամանակ, երբ նա փորձում է Մանանին տանել իր պատրաստած անակնկալին ընդառաջ և մեքենայի մեջ հուզված համոզում է աղջկան իր զգացմունքների անկեղծության մեջ, տեղի է ունենում անդառնալին։ Լարված խոսակցության և ճակատագրի անողոք հարվածի պատճառով Գրիշոն կորցնում է կառավարումը և նրանք ենթարկվում են սարսափելի ավտովթարի։ Վայրկյանների ընթացքում սիրո համար մղվող պայքարը վերածվում է կյանքի համար մղվող կռվի։ Իսկ Լեայի և Լեոյի հարաբերություններում նույնպես տիրում է կատարյալ քաոս։ Լեան հոգնելով այս անվերջանալի ցավից, ցանկանում է մեկնել երկրից։ Սկզբում Հունանը խստորեն արգելում է դստերը նման քայլի դիմել։ Սակայն որոշ ժամանակ անց Լեային այնուամենայնիվ հաջողվում է համոզել հորն ու մեկնել։ Բայց այստեղ կա մեկ շատ կարևոր և հետաքրքիր փաստ, որը վերաբերում է սերիալի նկարահանումներին։ Իրականում սցենարային այս կտրուկ լուծումը տրվել է Լեայի կերպարին ստիպված, քանի որ նրա դերը մարմնավորող տաղանդավոր դերասանուհի Անի Մեհրաբյանը պետք է մեկներ Հունաստան։ Շատերին է հայտնի, որ Անին իր ուսումը համատեղում է նկարահանումների հետ և շարունակում է կրթությունը Հունաստանում։ Քանի որ նրա մոտ այժմ քննաշրջան է, սցենարիստները որոշեցին կերպարին ժամանակավորապես հեռացնել երկրից։ Իսկ մինչ երիտասարդները պայքարում են իրենց զգացմունքների համար, մեծերի աշխարհում ծավալվում է իսկական դրամա։ Սոցիալական ցանցերում արդեն իսկ հայտնվել են նոր սերիաների արտահոսած կադրերը, որոնք ուղղակի սարսափեցնում են։ Պարզվում է, որ Ավոն ոչ միայն առևանգել է Էռնային, այլև նրան փակի տակ է պահում անմարդկային պայմաններում։ Կադրերում հստակ երևում է, որ Էռնան կապված է անկողնուն և գտնվում է ուժեղ հոգեմետ դեղերի մշտական ազդեցության տակ։ Ավոն օգտագործում է նրան որպես կենդանի վահան և վրեժի գործիք։ Այս ընթացքում Հունանը ինքնամոռաց, կատաղած և հուսահատ փնտրում է քրոջը ամենուրեք, բայց առայժմ նրա ջանքերն ապարդյուն են։ Ժամանակն աշխատում է Ավոյի օգտին, իսկ Էռնայի կյանքը գտնվում է իրական վտանգի տակ։ Սիրելի հեռուստադիտողներ, ինչ եք կարծում, ինչպես կավարտվի Գրիշոյի և Մանանի ողբերգական ավտովթարը։ Արդյոք կյանքի և մահվան եզրին հայտնվելը կստիպի Մանանին ներել ու ընդունել Գրիշոյի սերը։ Կկարողանա Հունանը ժամանակին գտնել ու փրկել Էռնային Ավոյի դաժան գերությունից։ Անպայման կիսվեք ձեր վարկածներով և կանխատեսումներով մեկնաբանություններում։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր յուրաքանչյուր կարծիքին։ Շնորհակալություն դիտելու համար։